Տիկին Զոհրաբյան, նաև արցախահայության խնդիրների մասին խոսենք, նրան 40+10 այդ օգնությունից շուտով զրկելու են եւ նրանք իրենց բողոքի ձայն են բարձրացնում, արդյոք այնտեղ կհասնի եւ նրանց հետ հաշվի կնստեն այս իշխանությունը։ Անբարոյականությունը հասել է այնտեղ, որ 2 միլիարդ դրամ Snoop Dogg-ի համերգին սենց մսխած եւ պետբյուջե չվերադարձրած այդ գումարը կառավարությունը արցախցիներին բազար առաջարկում, ասում է դուք հրապարակում ազատության տեղադրված ձեր վրանը հանեք, մենք լավ մի ամիս ձեզ այդ գումարը կտանք, պատկերացնում եք այս իշխանության գործուն ջանքերով Ալիևի հետ համագործակցությամբ տեղի ունեցել Արցախի էթնիկ զտում Արցախցիները, Նիկոլ չընտրած արցախցիները, ոչ 18, ոչ 21 թվականին Նիկոլ չընտրած արցախցիները, Նիկոլի մեղավորությամբ հայտնվել են փողոցում, նրանց ընդամենը 0.2% այսօր ունի բնակարան, տոտալ մարդիկ հայտնվելու են փողոցում, սրանք ասում են, որ գնացեք ինչ ուզում եք արեք, կամ վրանը հանենք տակի բիծ, մի ամիս այդ 40+10 դրամը մենք ձեզ կտան, գիտեք, այսպիսի բան չկա, սեփական ժողովրդի հանդեպ այսպիսի հեգնանք չկա, ես երեք նայում եմ նորից սոցիալական ցանցերը եւ այս տերորը, որ կենտրոնացված պետական մակարդակով կազմակերպվում է արցախցիների հանդեպ, երբ որ տարբեր ոչնչություններ, իդեպ նաև պաշտոնական թիվ կա, որ 11200 արցախցի այլևս անվերադարձ լքել է Հայաստանը, տարբեր ոչնչություններ, տարբեր պլինդուզի տակի ոճիլներ, ասում են լավ է արել, գնացեք ձեզանից պրծնեք, լավ դուք գետինը չեք մտնում, այսպիսի տերոր կազմակերպել անօգնական մարդկանց հանդեպ, այսպիսի տերոր կազմակերպել ոչ իրենց մեղքով փողոցում հայտնված մարդկանց հանդեպ տարածել ԱԳՆ-ի մի խայտառակ հայտարարություն, որտեղ նույնիսկ Ալիևը այնքան իձիոտ չի, որ այդ Շահրամանյանի կարդացած ապուշ տեքստին, որը իրավական որևէ ուժ չուներ, բայց ընդամենը միջոց էր արցախցիների գաղթը, անվտանգ կազմակերպելու համար, նույնիսկ Ալիևը այդ ապուշ թղթին հղում չի անում, ԱԳՆ-ն նման հայտարարություն անում, ըստ էության ասելով, որ գնացեք կոտորվեք։ Լավ, այսքան կոլաբորանտ իշխանություն, ես ուսումնասիրել եմ համաշխարհային պատմությունը, ես չեմ տեսել, նույնիսկ երկրորդ համաշխարհայինի ժամանակ կոլաբորանտները, տարբեր երկրների, այսքան չեն ատել սեփական ժողովրդին, որքան այս իշխանությունը։ Ժողովրդի եւ ընդդիմադիրների արձագանքը համարժեք է կատարվողին։ Ուրեմն ժողովրդի արձագանքը համարժեք է, այո, այն ատելությունը, նաեւ ձեր լրատվամիջոցի փողոցային հարցումները, որ ես տեսնում եմ, այն ատելությունը, որ կա այս իշխանության հանդեպ, այն դարակազմիկ ատելությունը որևէ իշխանության հանդեպ չի եղել։ Պիտի ընդդիմությունը կազմակերպվի, պիտի սկսել հստակ գործընթաց։ Ժողովուրդը ինքը իրան չի ինքնակազմակերպվելու։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ 18 թվականի դագաղների հեղափոխության վերջի օրերին, որ բազմահազար է ժողովուրդը դրսում, նենց իրանք որոշեցին դուրս գալ, եւ այդ ամենը, միջև ամեն մի դագաղը, միջև յուրաքանչյուր պսակը, յուրաքանչյուր փողոց փակելը չի եղել հստակ գծագրված սցենարով կազմակերպված, այդ ինչ-որ մեկը խորը թյուրիմացության մեջ է, ժողովրդին պետք է կազմակերպել, ես ասել եմ, Նիկոլը իր իշխանությունը պահելու համար ցանկացած քայլի գնալու է, բայց եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, մենք այդ ցանկացած քայլին որպես ընդդիմություն պիտի լինենք պատրաստ։